Աստվածաշունչն ուսուցանում է, որ Աստված սուրբ է, իսկ մարդը մեղավոր։ Սաղմոսերգուն ասում է. Տերը մեր Աստվածը սուրբ է, Սաղմոս 99:9։ Առաքյալը գրում է. բոլորն էլ մեղք գործեցին և Աստծո փառքից պակասել են։ Հռոմեացիս 3:23։ Մեղքն ավելին է, քան սուտը, գողությունը կամ անբարոյական կյանքը։ Մեղքը որոշակի դիրք է, կեցվածք։ Այն նշանակում է երես թեքել Աստծուց և նրանից անկախ և ինքնուրույն կյանք վարել։ Մեղքի պատճառով Աստծո և մեր միջև այնպիսի անդունդ է առաջանում, որն անկարող է կամրջել նույնիսկ մեր ամենաազնիվ մղումները։ Այդ անդունդը խանգարում է, որ անձնական հաղորդակցություն ունենանք Աստծո հետ։ Աստված ուղարկեց իր միածին որդուն, անբիծ և անարատ գառն Աստծո, որպեսզի խաչի վրա իր արյունը թափի մեր մեղքերի քավության համար։ Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով դու կարող ես ճանաչել Աստծուն և հաղորդակցություն ունենալ նրա հետ հիմա և հավիտենության մեջ։